Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ուրախ ենք ողջունելու բոլորիդ եւ հանրային ռադիոյի ուղիղ եթերում արդեն սուրճ ենք սփռում եւ իհարկե սեր։ Բարի լույս։ Միասին ենք սկսում 2026-ի 34-րդ շաբաթը օգոստոսի 17-ն է։ Բարի լույս բոլորին։ Դու հասկանում ես, որ օգոստոսն էլ է արդեն ավարտվում։ Տարին արդեն 13 օր անցավ։ Աչքներս կթարթենք եւ կխոսենք նոր տարվա թեմաներից։ Բդից, բլիթներից։ Ինչպես ասում են 7 սարերի ետևում չէ ամանորը։ Այո, բայց սա նորմալ չի։ Ինչու՞։ Որովհետեւ 3 էր նոր տարի, այսօր էլ է նոր տարի լինելու։ Դե այսօր դեռ ամառ է, օգոստոսի 17, այնպես որ վայելենք յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր պահ եւ իհարկե միմյանց դրական էմոցիաներ փոխանցենք։ Բարի լույս։ Սուրճ ու սեր առավոտից։ Սիրով ենք ասում բարի լույս եւս մեկ անգամ 9:34 դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվ իհարկե շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ տեսնելու հարթակում, այսինքն Facebook-յան հարթակում կամ էլ Arm Radio.am կայքի միջոցով եք մեզ հետևում, մեզ ջերմ ողջույններ եք ուղարկել, մենք չհասցրեցինք ասել բարի լույս եւ ահա մեր այսպես ասած live-ի chat-ում տեսնում ենք ողջույնների տարապ։ Ստյոպ Վարդանյանն է մեզ ողջունում, Աշոտ Մանուկյանը ասում է բարի լույս, թանկագին բարեկամներ եւ հաճելի աշխատանքային շաբաթ եմ մաղթում։ Վիգեն Եղիազարյանը բարի լույս է ասում եւ լավ օր է մաղթում բոլորիս, Էստեր
Մխիթարյանն է միացել լայվին։ Էպես որ եղեք ակտիվ հարգելի ռադիո լսողներ on-line հարթակում եւս գրեք մեկնաբանություններ թողեք, հատկապես երբ մենք կանդրադառնանք օրվա թեմաներին եւ իհարկե չմոռանաք, որ նաեւ գործում է ուղիղ եթերի հեռախոսահամար 553702 դա ամփոփող հեռախոսահամարն է, որի միջոցով կարող եք մեզ հետ կապ հաստատել եւ ինքներդ հայտնվել ուղիղ եթերում։ Մենք շարունակում ենք Երևանն է խոսում ուղիղ եթերից ձեզ ողջունում են Լուսինե Մուրադյանը Եվ Տիգրան Հարությունյանը սիրով ենք աշխատելու ձեզ համար եւ ձեր աշխատանքային շաբաթը կարծես բացում եք մեզ հետ միասին։ Հետևաբար մենք մաղթում ենք ձեզ միայն լավ տրամադրություն եւ նյարդայնացնող որևէ իրավիճակից հեռու լինեք։ Այո, թեթև երկու շաբթի ենք մաղթում բոլորին, իսկ ինչպիսին է եղանակային պատկերը կիմանանք հենց հիմա։ Երևանում այս պահին 22 աստիճան տաքություն է, հանրապետության տարածքում կեսօրից հետո այսօր օգոստոսի 17-ին առանձին շրջաններում կանխատեսել են կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայրաքաղաքում այսօր առանց ստեղումների եղանակ է սպասվում։ Ամպրոպի ձայնը։ Հատուկ քեզ համար ամպրոպի ձայն մեր եթերում։ Վերջ։ Այո։ Գնացինք առաջ։ Երևանում այսօր առանց տեղումների եղանակ են, ցերեկվա մասին է խոսքը, այնպես որ անձրևանոցի կարիք չի լինի, իսկ սանդղակը այսօր կբարձրանա մինչև 33 աստիճան։ Իմիջիայլոց ես նկատել եմ, որ երեկոյան արդեն բավականին սառն է եւ ես երեք նույնիսկ մրսել եմ, թեթև մրսել եմ երեկոյան։ Չէ, մի մրսեք։ Հիմա գնանք եւ հասնենք Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներ, որովհետեւ հատկապես ամռան ամիսներին մեզ պետք են բաց ավտոճանապարհներ, որպեսզի կարողանանք Հայաստանի մի հատվածից մյուս հատված անարգել գնալ։ Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Իդեպ ինչ վերաբերում է Լարսին, ապա ասենք, որ Ստեփանց-Մինդալ-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բայց երեք աչքովս մի լուր էր պատտվում, որ Լարսը ռուսական կողմից փակվել էր եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վարորդների անվտանգության համար։ Մենք անպայման հնդածս կփորփրենք եւ կհասկանանք ինչ իրավիճակ է այդ հատվածում, որպեսզի ձեզ էլ տեղեկացնենք հարգելի ռադիոլսողներ, որովհետեւ բոլորը խոճապի էին մատնվել եւ թեթև խցանումներ էր առաջացել սահմանին, բայց հավաստիացնում էին, որ ամբողջությամբ վտանգներ կան հոսքի, մի խոսքով եւ այդ դրանով էր պայմանավորված փակը ժամանակավորապես մինչև կշտկեն։ Հիմա կփորձենք անպայման մենք գտնել որոշակի տեղեկություն եւ մանրամասն նաեւ ներկայացնել այդ ամենը ձեզ։ Ինչպիսի իրավիճակ է Երևանյան փողոցներում, ես հիմա ընկղմվել եմ ճանապարհային քարտեզի մեջ, պետք է ասել վաու, ասա ինչու։ 4 բալ։ Լսիչ ենթադրում էի, որովհետեւ շատ հեշտ եկանք թեպետ մենք շատ վաղ ենք գալիս եւ այդ ժամանակ դեռ չի հասցնում Երմայրաքաղաքի փողոցը ծանրաբեռնվել, չեն հասցնում փողոցները ծանրաբեռնվել, բայց չգիտես ինչի մտածում էի, ոչինչ, այս երջանիկ պահերին մնացել է մի քանի օր, բոլորը կգան հանգստյան վայրերից եւ կրկին կծանրաբեռնվի։ Բայց ունենք երկու ավտովթար Երևան Աբովյան խճուղու վրա, որտեղ երթևեկությունը դեպի վերին պտեղնի իջնող հատվածը բավականին ծանրաբեռնված է, միանգամից երկու ավտովթար Երևան Աբովյան խճուղու վրա։ Ընդհանուր առմամբ կենտրոնական հատվածում Մայրաքաղաքի այս պահին վթարներ չկան։ Դե եւ փառք Աստծո, որ վթարներ չկան։ Երթևեկության փոփոխությունների մասին էլ ընդ որում երկու փոփոխություն ունենք, սկսենք առաջինից Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիության ավելացնելու նպատակով այսօր օգոստոսի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արաբկի վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում, մասնավորապես Մամիկոնյանց Շահսուվարյան փողոցների խաչմերուկից մինչև Կոմիտաս Պողոտա Շահսուվարյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ։ Եվս մեկ երթևեկության։ Եվ դա լավ է թե վատ։ Չգիտեմ, գուցե եւ ինչ-որ աշխատանքներ են կատարվում։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է Սայատնովա Պողոտային, մասնավորապես, այո, Սայատնովա 12 հասցեին հարակից հասարակական տրանսպորտի կանգառի կետից մինչև Սայատնովայի Պողոտա Նալբանդյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի։ Սա էլ Սայատնովա Նալբանդյան խաչմերուկի մասին է խոսքը։ Այսպիսի տեղեկատվություն քաղաքապետարանից Երևանի, գնանք օդային տարածք եւ տեսնենք ինչպիսի պատկեր ունենք։
Գնանք օթային տարածք եւ հասկանանք եղանակը բարենպաստ է թե ոչ։ Կարծես թե բարենպաստ է, որովհետեւ ունենք 1 ուշացում 3 վաղաժամ վայրեջք եւ այսպես վաղաժամ վայրեջքներին անդրադառնանք։ Շարժայի չվերթը Հայաստան է ժամանելու 11:10-ի փոխարեն 10:53-ին, Դուբայի 2 չվերթները 11:25-ի փոխարեն Հայաստանում կլինեն 11:08-ին։ Լեռնակայի չվերթը ուշացմամբ 13:50-ի փոխարեն Հայաստան կժամանի 15:30-ին։ Մնացյալ չվերթները, թռիչքները Հայաստանում կլինեն ժամանակին։ Տեղափոխվենք նաև մեկնումների դաշտ եւ տեսնենք ինչ է կատարվում։ Մեկնումների դաշտում ունենք 2 ուշացում հարգելի ռադիոլսողներ։ Շարմ el-Շեյխի չվերթը 10:05-ի փոխարեն իր թռիչքը կիրականացնի 11:50-ին։ Միներալնի ոդի չվերթը 10:20-ի փոխարեն իրականացնելու է իր թռիչքը 13:20-ին։ Մնացյալ չվերթները ժամանակին են տեղի ունենալու հարգելի ռադիոլսողներ եւ իհարկե մենք շարունակում ենք հետևել լրահոսին, կներկայացնենք կարևոր իրադարձությունները, նաև անդրադառնանք օրվա փոխարժեքին, որովհետև եթե մեկնում եք կամ գալիս եք, ձեզ այն հաստատ պետք կգա։ Այո, ծանոթանանք կենտրոնական բանկի սահմանած օրվա փոխարժեքներին, ամերիկյան 1 դոլարի օրվա փոխարժեքը 365 դրամ է, 1 եվրոն 422, ռուսական 1 ռուբլու փոխարժեքը 4.36 դրամ է, վրացական լարին 139, արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի արժեքը 99.6 դրամ է եւ իրանական ռեալը շարունակում է պահպանել իր դիրքերը 0.026։ Սա էլ իմացա։ Այսքան անհրաժեշտ տեղեկատվությունից մենք շարունակում ենք, քիչ անց նաև կբացենք օրվա օրացույցը։ Ես փնտրում եմ Լարսի հետ կապված տեղեկությունները, որ ներկայացնեմ։ Doshvani shoken lusnaga khamlele yari gatesele sarlika kalave ay nay 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 Սուրճ ու սեր առավոտից։ 9:44 կրկին ասում ենք բարի լույս մեր լսարանին
Ողջունում ենք բոլորիդ, մենք այս ընթացքում հասցրեցինք ճշտել այս պահին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, անփորձանք երթևեկություն բոլոր այն մարդկանց, ովքեր որոշել են մեքենայով երկար ճանապարհ կգնալ, թե ուր կգնան կապ չունի։ Բարի ճանապարհ, լավ հանգիստ հարգելի ռադիոլսողներ, Արթուր, մեր մշտական ռադիոլսող Արթուրն ասում է բարի լույս Լուսինե եւ Տիգրան, թող այգաբացը բարին ավետի բոլորիս։ Շնորհակալություն։ Թեթև աշխատանքային երկու շաբթի նրանց, ովքեր արդեն աշխատավայրում են, մենք բացում ենք օրացույցը եւ սկսենք ազգային օրերից, նահանգներ գնանք։ Այդտեղ նշում են, այո, Մասաչուսեթսի ազգայնորեն նշում այսօր ամերիկացիները, նաև սև կատուներին երախտագիտություն հայտնելու ազգային օր։ Միացյալ Նահանգներում նաև ինդոնեզա-ամերիկյան բարեկամության օրն են նշում, նաև բեյբի բումերների ճանաչման օրը, վանիլային եփած կրեմի ազգային օրն է։ Հետաքրքիր է։ Դե, հա, ինձ թվում է համեղ կլինի։ Հա, կոմիսիոն խանութներ դեռ գործում է։ Միացյալ Նահանգներում նշում են այսօր, նաև կոմիսիոն, իհարկե ոնց չեմ հիշում, իմ մանկության անբաժանելի հատվածներին մի քիչ անհասանելի տակից կոմիսիոն խանութներ, այո։ Կտրոններով, չէ, այդ ժամանակվան նաև ոդքերի խնամքի օր են նշում ամերիկացիները։ Ահա։ Այստեղ հետաքրքիր տարբերակներ կան Միացյալ Նահանգներում հապավումներով իս մասնիկի նշանակության օրն են նշում այսօր եւ կարծես թե Միացյալ Նահանգները սահմանափակվենք, հա, տաներում։ Ամստերդամ տեղափոխվենք, այնտեղ ես հիմա, չէ, այսպես կանեմ, այսպես կանեմ։ Սրտերի օրն են այս Նիդերլանդներում։ Բոլիվիան նշում են դրոշի օրը, Գաբոնում անկախության օրը, Ինդոնեզիայում անկախության օրը կրկին։ Կանադայում գնում ենք եւ հայտնագործման օրն ենք նշում, Կոլումբիայում էլ ճարտարագետներին են շնորհավորում, նրանց մասնագիտական օրն է։ Տեղափոխվենք Ռուսաստան, այդտեղ էլ միշտ ծիծաղելի տոներ կան։ Քաչալ ոզնիների օր են նշում ռուսները, նաև արթնացած խխունջների օրը։ Հիմա հարց, ինչ է նշանակում քաչալ ոզնի։ Դե, դա պետք է հարցնել տոնի հեղինակներին։ Արթնացած խխունջը որն էր։ Հենց այդպես, արթնացել է եւ լսում է մեզ։ Ես հրաժարվում եմ այս տոնելից։ Տեսակ ոչ մի ձև տոն կարող։ Արի տեսնենք ինչ հետաքրքիր իրադարձություն է գրանցվել օգոստոսի 17-ին շատ ու շատ տարիներ առաջ, տեսնենք, եթե հետաքրքիր բան կասեն։ 2008 թվականի այսօրը ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը դառնում է 1 օլիմպիական խաղերի ժամանակ 8 ոսկե մեդալ շահած առաջին մարդը, բրավո։ Եվ շարունակենք տեսնել էլ ինչեր կան։ 1974-ին Հավանայում բացվել է սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջին առաջնությունը։ Իսկ 1970 թվականի այսօրը տիեզերք է ուղարկվել Վեներա 7 տիեզերանավը, այն առաջին ապարատն էր, որ այլ մոլորակից երկիր ուղարկեց տեղեկություններ։ Բրյուս Լին է ամուսնացել Լինդա Քեդուելի հետ 1964-ի այսօրը։ Եվ շարունակելով թերթել պատմության էջերը 1950 թվական գնանք Ինդոնեզիայի Միացյալ Նահանգները դարձավ ունիտար պետություն Ինդոնեզիայի Հանրապետություն 1945-ի այսօրը Ինդոնեզիան անկախացավ Նիդերլանդներից Եվ շարունակենք իդեպ 1928 թվական կարող ենք գնալ եւ տեսնել որ հենց այսօրն է Մոսկվայում բացվել Դինամո մարզադաշտը Այո լեգենդար մարզադաշտը Դինամոն Եվ 1502 թվական գնանք Քրիստոփոր Կոլումբոսը Հոնդուրասը հայտարարեց Իսպանիայի սեփականությունը Եվ նաև տեղափոխվենք 1908 թվական Փարիզում հենց այսօրն է տեղի ունեցել Էմիլ Քոլի ստեղծած Ֆանտասմագորիա անունով առաջին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը Եվ այո, գնանք տեսնենք ովքեր են ծնվել պատմության մեջ այսօրը։ Ինչ ունենք չունենք։ Մարզաշխարհից սկսենք, երկու մարզիկներ կան, որ ծնվել են ամերիկացի բասկետբոլիստ Ռուդի Գեյը ծնվել է 1986-ի այսօրը։ Ֆուտբոլիստ Սարգիս Հովհաննիսյանն է ծնվել այսօր 1968-ին, Իսրայել Միլիտոսյանը ծանրորդ դարձել 1968-ին։ Տեղափոխվենք Հոլիվուդ, հարգելի ռադիոլսողներ, ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Շոն Փենն է ծնվել 1960 թվականի այսօրը իր կինոկարիերան սկսել է հեռուստասերիալներում նկարահանվելով, իսկ 1991-ին Փենը հանդես է եկել որպես ռեժիսոր իր իսկ սցենարի հիման վրա նկարահանելով Վազող հնդկացի ֆիլմը։ Նա Սյուզան Սարանդոնի հետ նաեւ խաղացել է Թիմ Ռոբինսի Մերիալն է գալիս դրաման եւ այդ դերի համար արժանացել Օսկար մրցանակի ռեժիսորական հաջորդ ֆիլմն էլ եղել է Դիրքապահ խաչմերուկումը, որում գլխավոր դերը իդեպ կատարել է Ջեք Նիկոլսոնը եւ այսպես կարող են երկար շարունակել։ Բազմաթիվ են ֆիլմերը նաեւ մրցանակները, որոնք ստացել է Շոն Փենը։ Նա իր կինոկարիերայի ընթացքում 54 տարբեր կինոմրցանակ է ստացել, խաղացել է մոտ 50 ֆիլմում, 8 ֆիլմերի ռեժիսոր եւ պրոդյուսեր է, 4 ֆիլմի սցենարի հեղինակ։
Բա։ Եվս մեկ հայտնի կինո անուն ամերիկացի դերասան, ռեժիսոր եւ դրամատուրգ Ռոբերտ Դե Նիրոյի մասին կարծում բոլորն էլ գիտեն, նա ծնվել է այսօր 1943-ին, նկարահանվել է 80-ից ավել ֆիլմերում, հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի սիրված դերասանն է ու խաղացել է նրա շատ ու շատ ֆիլմերում։ Եվ նաև ուզում ենք ձեզ տեղեկացնել, տեղափոխվենք ռուսական կինոաշխարհ կամ թատերական աշխարհ, դերասանական աշխարհ 1935 թվականի այսօրն է ծնվել ռուս դերասան Օլեգ Տապակովը։ 1926 թվականի օգոստոսի 17-ը նաև նկարիչ Հովանես Շարամբեյանի ծննդյան օրն է։ Եվ 1686 թվականի այսօրը ծնվել է իտալացի կոմպոզիտոր Նիկոլա Պորպորան։ Այսքանը օրացույցից մենք շարունակում ենք 9:50 բարի լույս բոլորին եւ թեթև աշխատանքային երկուշաբթի։ Your husband is coming. Սուրճ ու սեր առավոտից։ 9:53 մենք շարունակում ենք աշխատել հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Սիրելի չամուսնացած աղջիկներ, այս երգի մեսիջը լսեցիք, 20 շաներ դուք այսօր կհանդիպեք ձեր ապագա ամուսնուն, ասում է ամուսինը գալիս է։ Շատ ռոմանտիկ։ Շատ ռոմանտիկ է։ Ողջունում ենք ձեզ եւս մեկ անգամ հարգելի ռադիո լսողներ, Արտյոմ Միքայելյանն ասում է հարազատ դարձած հանրային ռադիո ողջույն։ Ողջույն, ողջույն։ Ողջույն բոլորին, եւս մեկ տոն ենք առանձնացրել։ Այո, այսօր փաստորեն նաև նշվում է
անտուն կենթանիների պաշտպանության միջազգային օրը, օր, որ սահմանվել է կենթանիների պաշտպանության միջազգային կազմակերպության կողմից 1992-ին, երբ առաջարկված նախագիծը ստացել է աշխարհի կենթանապաշտպան կազմակերպությունների աջակցությունը։ Որոշվել է, որ օգոստոս ամսի ամեն երկրորդ շաբաթը նվիրված է լինելու անտուն կենթանիներին։ Բայց այդ օրը նշվում է ոչ թե որպես տոն, այլև որպես այդ խնդրի մասին ավելի բարձր խոսելու հնարավորություն, քանի որ ամբողջ աշխարհում այսօրն անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնք նվիրված են հենց անտուն կենթանիների խնդիրներին։ Անցկացվում են նաև համերգներ, ցուցահանդես վաճառքներ, որոնցից ստացված գումարներն ուղղվում են անտուն կենթանիների, հատկապես կատուների եւ շների պահպանությանը։ Այստեղ նաև հարկ է նշել, որ ագրեսիվ վարքը կենթանիների նկատմամբ անթույլատրելի է եւ հաճախ մենք տեսնում ենք նաև մարդկանց, որոնք հրճվում եւ զվարճանում են, երբ կենթանիներին են հարվածում կամ նեղացնում։ Դուք ձեզնից գոհ եք։ Գոհ չեմ։ Չէ, իրենք երևի գոհ։ Մի խոսքով այս թեմայի մասին դեռ շարունակենք զրուցել, երբ կբացենք հյուրասրահի դռները, մենք անհամբերությամբ սպասում ենք նաև ռադիոլուրի մեր գործընկերոջը։ Ախր խցանում էլ չկա, որ մտածեմ 7 բալ է եւ 4 թարկից։ Գուցե լրահոսը այնքան խիտ է, որ վերջին րոպեները նրանք եւս օգտագործում են գրկելու, պատրաստելու ժամը 10-ի լրահոսը, կապրենք կտեսնենք ինչպես ասում են, իսկ մենք շարունակենք առավոտը իհարկե երաժշտությամբ նաեւ։ Սուրճ ու սեր առավոտից։ Ահա եւ մեր գործընկեր Արմինե Գևորգյանը նա հայտնվեց մեր տաղավարում։ Բարի լույս Արմինե։ Բարի լույս։ Ինչպես ես Արմինե։ Հրաշալի դուք։ Լավ, այսօր շանթուն կենթանիների պաշտպանության օրն է, եւ ո՞նց է կենթանիների հետ ընդհանրապես։ Ես կստեմ, որ ասեմ, ես սարսափելի կենթանասեր եմ, տենց մոտ։ Վախենում ես նրանց։ Սարսափում եմ։ Օրինակ չես վախեցնում, չէ՞։ Չես վախեցնում իրենց։ Կատվից։ Իմանա այսօր կատվիկով կգայ։ Ես անգամ պատկերացնում եմ, եթե այդ տարածքում Հա դու կատու պատմել է։ ես ճիշտ է։ Խեղճ կատուն է։ Շնից եմ վախենում, բայց կատվից Ասում դու վախենում ես։ Հա, ես վախենում եմ։ Իսկ իրանք քեզանից վախենում են։ Դե ինձ մեկ ասում են, այ մարդ, ասենք օրինակ այդ բուջուր շունը քեզ ինչ կանի կամ այդ բուջուր կատուն քեզ ինչ կանի, իրան քեզնից վախենա։ Նրանք կճանգրեն, բայց այո, երբ որ ես կատվին տեսնում եմ ու նայում եմ այդ կատվին, ինձ թվում է այդ կատուն պիտի թռնի իմ վրա։ Այդ քեզնից է իրականում, որովհետև կատուները նույնիսկ բուժիչ հատկություն ունեն եւ նյարդերը հանգստացնելու հատկություն։ Ես կենթանիներ։ Ես սիրում եմ կենթանիներ,
Հերվից ես նայում նրանց։ Արեգակին պետք է հերվից։ կենթանին դա ձին է։ Ինչ ես ասում։ Պաշտում են։ Իսկ փորձել ես բարձրանալ եւ նստել։ Ձին դիմացել է նորմալ է։ Այո, ձին դիմաց։ Ձին չէ դժգոհում։ Ուր է տարել քեզ, Բացարձակ։ ուր է տարել այդ ձին քեզ։ Օ, նա Yeah. իմ ընկեր ունի դիարշավարան, Ինչ ես Մարտունիում այ դեպ, ասպ հետյալ ակում։ Ահա։ Շատ լավն է, այնտեղ սարիրանք տուրեր են կազմակերպում եւ այլն։ Չէ, եկեք մանրամասներ Գովազդներ մի չեք հայ։ անում։ Դե ասացիք ուր, ես էլ ասացի Դե պարտադիր չէր Ասացիք անունները ուր, Դե այդ տայր։ ոչ թե բանը տենց ով։ հիշեցի։ Ուր։ Լավ, Հասկանում եք։ ներողություն։ Նեմի խոսքով կենթաների Սիրելի մասին հարցը հարկային, սա պարզապես ասեցի, չմտածեք գովազդ է։ իսկ կենթաների մասին թեման Արմինեի համար չէր։ Չէ, մենք դա արի հասկացանք։ սկսենք լրահոսից։ Խնդրեմ, խոսափողը փոխանցում Քոնն է, ենք, ժամերը ուղենք։ Ինչի իմ համար չէ, դե ասեցի վախենում եմ։ Դե լավ, մի Գնացու։ վախեցիր, մենք քեզ հետ ենք։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Հանրայինի եթերում լրատվության ժամը խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է, եթերում ռադիո լուրն է։ Պաշտոնական այցով Հայաստանում է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը։ Այս մասին տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հայաստանի մասնակցության հետագա հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասադիկովը։ Ավելի վաղ հապկում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլիևը հայտնել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքից հնարավոր զրկումը կպահանջի բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։ Ըստ նրա, այս հարցը հավանաբար կքննարկվի երկրների ղեկավարների կողմից ՀԱՊԿ հերթական խորհրդի նիստում, որը կանցկացվի Մոսկվայում նոյեմբերի 11-ին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեռևս հունիսին հայտարարել էր, որ Հայաստանի կողմից անդամավճարների չվճարման պատճառով ՀԱՊԿ կքննարկի կանոնադրության այն դրույթի կիրառման հնարավորությունը, որը կարգավորում է իր պարտավորությունները չկատարող պետությունների նկատմամբ գործողությունները։ Հայաստանը փաստացի դադարեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին 2024 թվականին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա բացատրել էր նրանով, որ Հայաստանի անվտանգության ապահովման վերաբերյալ դաշնակիցների պարտավորությունները 2021-22 թվականներին չեն կատարվել։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ կազմում ընդգրկված է Ռուսաստանը, Բելարուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը։ Արտաքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ուկրաինայի Գերագույն Ռադայի արտաքին քաղաքականության եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Մերժենկոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը, կարևորելով փոխադարձ հետաքրքրությունը ներկայացնող տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը։ Կոստանյանը եւ Մերեժկոն անդրադարձ են կատարել նաև միջխորհրդարանական կապերի զարգացմանը, մասնավորապես երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև կապերի առավել ակտիվացմանը, փոխայցելությունների եւ պարբերական շփումների միջոցով։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Այժմ անդրադառնանք միջազգային լրահոսին, Եվրամիության անդամ պետություն դառնալն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա հայտարարել է, որ Եվրոպական միությունը ըստ երևույթին պատրաստ չէ ընդունել Թուրքիային եւ հավելել, որ Եվրամիության անդամակցությունն այլևս Անկարայի առաջնահերթություններից չէ։ Էրդողանի խոսքով դրանից ի վերջո կտուժի հենց Եվրոպան։ Թուրքիան 1995 թվականից Եվրամիության անդամության տեխնատության կարգավիճակ ունի։ 2005 թվականին մեկնարկել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք սակայն կանգ են առել եւ հայտնվել են փակուղում։ Եվրամիությունը տարիներ շարունակ քննադատել է Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների, հիմնարար իրավունքների, դատական համակարգի անկախության եւ իրավունքի գերակայության հետ կապված խնդիրները։ Եվրոպական հանձնաժողովի գնահատմամբ այս ոլորտներում հետընթացը դարձել է անդամակցության գործընթացի կարգի հիմնական պատճառներից մեկը։
Իրանի քաղաքացիներին կարգելվի հարցազրույցներ տալ ամերիկյան կամ իսրայելական լրատվամիջոցներին համապատասխան օրինագիծն ընդունել է Իրանի խորհրդարանը։ Նման հարցազրույցներ տալը նշված ԶԼՄ-ներին նախատեսում է պատիժ կես տարուց մինչև 2 տարի ազատազրկում։ Փաստաթուղթը նպատակ ունի հակազդել թշնամական հետախուզական գործակալությունների ազդեցությանը, հայտնում է Reuters-ը մեջ բերելով խորհրդարանի դատական եւ իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Օսման Սալարիի խոսքերը։ Օրինագիծը դեռևս վերջնական չէ, քննարկումները շարունակվում են եւ այն պետք է հաստատվի նաեւ պահապանների կողմից։ Օրինագիծը նաեւ սահմանափակում է Իրանի քաղաքացիների այլ օտարերկրյա լրատվամիջոցների հետ շփվելու հնարավորությունը։ Արտասահմանյան լրատվամիջոցների կողմից հարցազրույցների վերաբերյալ ցանկացած հարցում պետք է հաղորդվի անվտանգության նախարարությանը։ Եվ վերջում Դոնալդ Թրամփը մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել Միացյալ Նահանգների տարածք։ Այս մասին հայտնել է Դոնալդ Թրամփը Նուասանի շրջանի ոստիկանական ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ։ Երբ ավարտենք Իրանի պարտությունը, իսկ այն հիմա շատ ծանր պարտություն է կրում, շատ շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք։ Ըստ էության դա էլ ունենք։ Մենք շրջափակում ենք իրականացնում, ոչ մի նավ չի անցնում, եթե դա մենք չենք ցանկանում, ասել է Թրամփը։ Թրամփը պնդել է նաև, թե ԱՄՆ-ն արդեն փաստացի վերահսկում է տարածաշրջանը եւ թույլ չի տալիս նավերի ազատ անցումն առանց Վաշինգտոնի համաձայնության։ Իսկ Իրանի արտաքին գործերի փոխնախարարը X-ի սոցիալական ցանցում գրել է, որ Հորմուզի նեղուցը եղել է, կա եւ մնալու է իրանական։ Նման հայտարարությունները որևէ իրավական հիմք չունեն։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար, հետևեք իրադարձությունների զարգացմանը ռադիոլուրի եթերում։ Խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ The morning light is turning blue, the feeling is bizarre. The night is almost over, I still don't know where you are. The shadows, yeah, they keep me pretty like a movie star. The daylight makes me feel like Dracula. In the end, I hope it's you and me. In the darkness, I would never leave you. Never see me in the light of day. It's far too late. The time has come. I'm on the verge of caving in. I run back to the top. Now I'm Mr. Charisma, fucking Pablo Escobar. My friends are saying, shut up, Jenny, just get in the car. I just wanna be right where you are. In the end, I hope it's you and me. In the darkness, I would never leave. Saw this moment coming from afar. Now here we are. Run from the sunlight, Dracula. Run from the sunlight, Dracula. Run from the sunlight, Dracula. Isn't the view spectacular? Hey Kevin, what's up? Come pull up in my spot. Let's keep the night glowing. I don't ever wanna stop. I'll never leave this road. I'ma need it. More sky is turning blue. Let it clear the slow lip stain on the rim. Pieces about to blow, sinking in my teeth. I bite on Please, do you think about what it might mean? 'Cause I dream about you in my sleep. Could you ever love someone like me? Like me? In the end, I hope it's you and me. In the darkness, I would never leave. We both saw this moment coming from afar. Now here we are. So run from the sunlight, Dracula. Run from the sunlight, Dracula. Run
սեր առավոտից։ 19 րոպե մենք վերադարձանք հանրայինի ուղիղ եթեր։ Եվ ասում ենք բարի լույս, եւս մեկ անգամ հարգելի ռադիոլսողներ, նաեւ շնորհակալություն ենք հայտնում ձեզ ակտիվ մասնակցության համար։ Իդեպ երբ խոսում էինք Արմինե Գևորգյանի հետ կենթանիների մասին եւ Արմինեն ասաց, որ շատ վախենում է կատուներից ու շներից, Արտյոմ Միքայելյանն on-line հարթակում, չէ, Արտյոմը չէ, ներեցեք, Գագ Ավակյանն ասում է բարի լույս, մարդկանցից վախեցեք, ոչ թե կենթանիներից, կա ճշմարտություն։ Իդեպ Արմինեն տեղյակ է ձեր մեկնաբանությունից եւ ասաց, որ լիովին համամիտ է ձեզ հետ, Ամալիա Ղազարյանը սրտիկներ է ուղարկում, Էդիկ Բաբուջյանն է մեզ ուղարկում էմոջի։ Էդիկ ջան, ձեր աշխատանքային ժամերը փոխվել են, մի տեսակ ուշ եք միանում ես, ես անհանգիստ եմ ճիշտ Այսօր մի փոքր ուշացումով, չէ՞։ Գայանե Այվազիվալյանը մեզ բարի լույս է ասում բարին ընձես ու էմոջիների տարափ է մեզ ուղարկել, ասում է սիրենք բոլոր կենթանիներին, փոքր հասակում նույնիսկ կատվից էի վախենում, բայց հիմա սիրում եմ, դե կատուն ինքն էլ վախկոտ է, ոնց վախենալ կատվից, կատուն վախկոտ չի, դուք գազազած կատու չեք տեսել, ոնց վախենաս կատվից, այսպես է ասում, եւ Վարդիթեր Գևորգյանը էմոջիներ է ուղարկում, Գագ Ավակյանն ասում է այսօր ժամը 4-ին գնում էի աշխատանքի, ճանապարհս անցնում էր մի քանի փոքր գյուղերի միջով ու մոտ 20 կիլոմետր անտառի եզրով, մեկ էլ մի փոքրիկ կատու թռավ ուղիղ ճանապարհի մեջտեղը։ Սևեր եղավ։ Սպասիր, բոլոր հնարավոր ու անհնարին համակարգերը արգելակեցին, նույնիսկ մի փոքր մեջքս ձգվեց, նայեցի հայելու մեջ, տեսա ասֆալտին ոչ մի բան չկա։ Մտածեցի փառք Աստծո, 1-2 կիլոմետր գնացի ու որոշեցի հետ դառնալ։ Մտածեցի համոզվեմ, որ հանգիստ լինեմ, եկա տեսնեմ, այս ամպիտանը խոտերի մեջ նստած, փայլուն աչքերով ինձ է նայում։ Իջա, վերցրի, հիմա ես գործի եմ, իսկ ինքը մեքենայի մեջ։ Պատկերացնում ես, արդեն կերավ, խմեց, հիմա էլ քնել եմ, արդեն զանգել ենք ոստիկաններին, մեր մոտ չկան անտուն կենթանիներ, այս նման դեպքերում անպայման պետք է ոստիկաններին զանգահարել, եթե այսօր չհայտնվի, նա ով փնտրում է, ուրեմն ես նոր կենթանու տեր կդառնամ։ Չիմացանք կատուն սև է թե չէ։ Լսիր, դե սև բանը միֆ է, սև կատուն անցավ, մեր տանը մենք սև կատու ունեինք։ Ամեն օր իմ դիմացով անցնում էր այդ կատուն օրորալով, շորորալով, այդտեղ ինչ կա, ավելի ճիշտ այս ամպիտանը նոր տան տեր կդառնա, իրականում այդպես է, ես մի մեմ եմ տեսել, շունը ծառի վրա փակցնում է հայտարարություն, ասում է երբ տերը գնում է աշխատանքի, շունը այդ հայտարարությունն է փակցնում, գրված է կորցրել եմ իմ ծառային գտնողներին խնդրում եմ արագարձակակել, սա երկ է կատակ, բայց շատ լավ է, որ մեր ռադիոլսողները նման պատմություններով են կիսում, ես գիտեմ նաև մարդկանց, ովքեր տեսնում են անտուն կենթանիների, սրտները չի տանում են տուն կերակրում են, ոմանք էլ ավանդույթ են դարձնում եւ աշխատանքի գնալուց ամեն օր կերակրում են այդ կատուներին։ Կա այդպիսի բան։ Մենք ունենք այդպիսի հարևան։ Հիշեցնենք, օգոստոսի 17-ին աշխարհը նշում է անտուն կենթանիների պաշտպանության միջազգային օրը, սա պարզապես լրացուցային օր չէ, այլ հիշեցում, որ մեր կողքին ապրող չորքոտանիները ունեն մեր հոգատարության, սիրո եւ պաշտպանության կարիքը։ Իդեպ Գագն ասում է, որ սև չէ, չալ պտուրիկ է։ Քիչ անց մեր հյուրասրահում արդեն թեման կշարունակենք մեր հյուրի հետ, այնպես որ շարունակեք լսել մեզ։
This season, Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանց է 15, կրկին ասում ենք բարի լույս, հանրային ռադիոյի մեր լսարանին։ Դե ինչ սիրելի ռադիոլսողներ, եւս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ եւ հատկապես ողջունում ենք այն ռադիոլսողներին, ովքեր տանը ընտանի կենդանիներ ունեն եւ առանձնահատուկ վերաբերմունք ունեն առհասարակ կենդանական աշխարհի հետ։ Ես ճիշտն ասած չեմ պատկերացնում մարդկանց, ովքեր կենդանի չսիրեն։ Մի տեսակ ինձ համար դա շատ անսովոր է։ Կարող են վախենալ, կարող են մի քիչ լարվել, բայց որ կենդանի չսիրեն, մի տեսակ չեմ պատկերացնում։ Ողջունեք նրանց, ովքեր այսպես կերակրում են իրենց փիսիկին կամ շունիկին։ Ինչու ոչ։ Այո, Ողջունեք կամ նաև մեր թութակին։ հյուրին, կենթանասեր մեր հյուրին, Ադել տնային կենթայիների պաշտպանության հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Մարթա Ֆելիքսյանին ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Արի լույս։ Ինչ խորհուրդ ունի այսօր ձեզ համար։ Անկեղծ ասած, կոնկրետ այսօրը ոչ մի խորհուրդ չունի, ամեն օրը մեր համար խորհուրդ է, կենթանասերների, կենթանապաշտպանների համար, յուրաքանչյուր օր մենք փրկում ենք կենթանի եւ մեր համար խորհուրդ է, երբ որ կենթանու ճակատագիրը դասավորվում է այնպես ինչպես մենք ենք ուզում դեպի դրականը։ Այսինքն մի հարց, երբ որ մարդիկ փողոցում տեսնում են վատ վիճակում կենթանու, կարող են ձեզ դիմել, հա, օգնության, Այո, փրկեք։ Այո, այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում մի քանի հասարակական կազմակերպություններ կան եւ մեծամասնությունը նաեւ գրանցված է Սփյուռում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ես նկատել եմ աճը, որ Սփյուռի միջոցով մեր հեռախոսահամարը այո ձեռք են բերում քաղաքացիները, իդեպ ոչ կենթանասեր քաղաքացիները, բայց սրտացավ, երբ տեսնում են վիրավոր կենթանի, անմիջապես մեզ ահազանգում են, մենք էլ արձագանքում ենք անպայման։ Սա շատ կարեւոր է նաեւ այն առումով, որ ոչ կենթանասեր քաղաքացին, երբ սրտացավություն է ցուցաբերում, մենք ցույց ենք տալիս մեր օրինակով, որ մենք իսկապես նաև իրենց կողքին ենք կանգնած եւ շնորհակալություն ենք հայտնում սրտացավության համար։ Ոչ կենթանասեր ասելով ինչ նկատի ունեք։ Ոչ կենթանասերները բաժանվում են մի քանի խմբերի։ Ոչ կենթանասերների առաջի խումբը դա այն մարդիկ են, ովքեր լիարժեք անտարբեր են վերաբերվում կենթանին, բայց չեն նեղացնում։ Երկրորդ խումբը կենթանացածներն են, ովքեր մանկական տրավմաներ ունեն, կծման են ենթարկվել կամ ունեն բացական փորձ, դրանից դրդված ինչ որ ֆոբիա է առաջացել իրենց մոտ եւ ինձ համար ամենակարևոր կատեգորիան դա ոչ կենթանասեր կենթանապահներն են։ Կան մարդիկ, ովքեր ունեն կենթանի եւ իրենց կենթանին իրենց համար առավելագույնն է, հենց իրենք նեղացնում են դրսի կենթանին եւ այլ կենթանիներին։ Այդպես մարդիկ կան։ Այո, օրինակ մենք ունենում ենք շատ ահազանգեր այն առումով, որ օրինակ մարտական, չասենք մարտական, կան ցեղատեսակներ, որոնք միջազգային պրոտոկոլով համարվում են պոտենցիալ վտանգավոր շներ, բայց իրանք այդպեսին չեն, իրենց մարդիկ են այդպեսին դարձնում, հա։ Եվ կան կանոններ, որ այդ ցեղատեսակների տիրապետողները պետք է որոշակի կանոններ պահպանեն, այո, վսկապով, դնչկալով, եւ այս մարդիկ չեն պահում այդ կանոնները։ Հաճախ կենթանիները, այսպես ասած, դրսում կարողանում են եւ ոչ միայն միմյանց նկատմամբ ագրեսիա ցույց տալ, դա նաեւ մարդկանց է վնասում միանշանակ։ Ես նաեւ որպես հասարակական կազմակերպության նախագահ միշտ խոսում եմ այն մասին, որ մենք կենթանասերներս պարտավոր ենք հարգենք նաեւ այն մարդկանց զգացմունքները, հույզերը, հա, վախերը, ովքեր իսկապես վախում են կենթանիներից։ Շատ adekvat է ձեր մոտեցումը։ Ասեմ, ես ինքս 36 տարի վախեցել եմ կենթանիներից։ Դուք հիմա տանը կենթանի ունեք։ Ես տան ունեմ երկու բավական լուրջ կենթանի, գերմանական բոքսեր, որ արդեն 7 տարեկան է, եւ գերմանական բոքսերը եւ պիտբուլի խառնուրդ Ալման բավականին հայտնի շունահամացանցում, ինքը բավականին ագրեսիվ է դրսում։ Պիտբուլները առհասարակ վտանգավոր են, չէ՞։ Պիտբուլները, հավատացեք, պիտբուլները ավելի մարդասեր են, քան օրինակ չիխերը։ Լավ, լուրջ։ Այո։ Պիտբուլներին մարդացած սարքում են տերերը։ Այսինքն պիտի սովորեցնես։ Այո։ Ուղղակի, տեսեք, պետք է հասկանալ կենթանիների լեզուն։ Իմ աղջիկ շունը պիտբուլի եւ բոքսերի խառնուրդը ինչու է ագրեսիա ցույց տալիս։ Եթե ես տեսադաշտում չկամ, ինքը բացարձակ ագրեսիվ չի։ Մեր ընտանիքի անդամներից ես միակ մարդն եմ, ում ներկայությունը իրեն ստիպում է, որպեսզի սկսի պաշտպանել, պաշտպանողական ֆունկցիան է միանում։
ձեզ է պաշտպանում Այո։ բոլորից։ Բոլորից հատկապես արական սեռի ներկայացուցիչներից եւ դրսում։ Հետաքրքիր է։ Իսկ այսօր կենթանի պահելը դա թանկաչիկ է։ Իհարկե։ Դա էլ երկիր։ Տորտից չեմ պահում։ Այսպեսի հարց այսօր երեխա պահելը ավելի թանկ է եւ ավելի բարդ, քան կենթանի, բայց իրականում ես ասեմ, որ այսօր այո, Հայաստանի Հանրապետությունում մասնավորապես Երևանում մենք արդեն մարզերում ունենք տենդենս, որ եւ կլինիկաներ են բացում, եւ խանութներ են բացում, եւ տեսականին, այսպես ասած, կերերի, ծառայությունների, տարբեր Թիթիզ բաների սանդղակներ ունեն, չէ՞։ Կարելի է նաեւ այդ նույն միջոցառումները մի փոքր ավելի մաչելի կլինիկայում։ Էկոնոմ եւ պրեմիում կարգի։ Այո։ Լավ, այսօր կենթանասերի ձայնը լսելի է թե ոչ։ Այ եթե համեմատենք տարիներ առաջ ձեր գործունեությունը եւ այսօր, ինչ է փոխվել։ Այո։ Լսելի։ Պատկան մարմինները ձեզ հետ հաշվի են նստում։ Ասեմ, որ իմ հասարակական կազմակերպությունը այս թվականի փետրվարին պաշտոնական համագործակցության հուշագիր է կնքել կենթայիների խնամքի կենտրոն ՀՕԱԿ-ի հետ։ Մենք շատ կարևոր աշխատանք ենք իրականացնում համատեղ, քանի որ կենթայիների, թափառող կենթայիների, անտուն մնացած կենթայիների թվի նվազումը մենք տեսնում ենք միակ տարբերակը դա ստերջացումն է, մարդասեր ստերջացումը եւ Երևան քաղաքում մենք գիտենք, որ կենթայիների խնամքի կենտրոն ՀՕԱԿ-ը բավական լայնածավալ աշխատանքներ է իրականացնում։ Մենք մեր հասարակական կազմակերպությունը կնքել է հուշագիր առայն, որ մենք այլևս Երևան քաղաքի անտուն կենթայիներին, որոնք հայտնվել են մեր տիրապետման ներքո, վճարովի հիմունքներով, վճարովի կլինիկաներում չենք ստերջացնելու։ Մենք հանձնում ենք կենթայիների խնամքի կենտրոն ՀՕԱԿ, ստերջացնում են, պատվաստում են կատաղության դեմ, անպայման տարբերանշանը փակվում է ականջին եւ մենք բաց ենք թողում այն տարածքում, որտեղից որ գտել ենք։ Սա շատ մեծ օգնություն է։ Եկեք մեր քաղաքացիներին նաեւ իրազեկենք մի կարևոր հանգամանք։ Երբ շունը ստերջացված է, նա գազազած չէ, որովհետեւ նաեւ կատաղության դեմ ներարկումներ է ստացել, ճիշտ եմ, թե ոչ։ Եկեք հասկանանք որքան է ամենայն որքան չէ։ Եկեք հասկանանք մի բան, նախ եւ առաջ ստերջացումը դա հետագայում կենթանու ռեպրոդուկտիվ մենք հասկանում ենք ընդհատելու նպատակով, բայց այն նաև իհարկե դրական առումով ազդում է վարքագծի վրա կենթանու, բայց մենք կարող ենք նաև նկատել, որ ստերջացված շներն էլ կարող են ագրեսիա ցույց տալ։ Սա իհարկե մարդկային գործոնի շնորհիվ բայց խմբերով են մեկ-մեկ պատտվում։ Եթե տեսեք, մենք եթե նկատում ենք, որ կա ոհմակ եւ արդեն ոհմակում կա լիդեր, պարտադիր հենց մենք լիդերին հեռացնում ենք։ Այո, հասարափոխություն ենք, խնդրում ենք, որպեսզի կենթայիների խնամքի կենտրոնը հասարափոխություն անի, որպեսզի, այսպես ասած, այդ շունը մաֆիան չլինի։ Նո, այդ կարգի, հա։ Ինչ վերաբերում է կատաղությունը կատաղության դեմ ուրեմն պատվաստումները բացարձակ վարքագծի հետ կապ չունեն։ Ինքը բառն է ուղղակի այդպես անալոգիա։ Դե ես տեսել եմ ոնց են կատաղությունը դա հիվանդություն է եւ այդ ներարկումները վարքագծի դրսևորվող ագրեսիայի հետ որևիցե առնչություն չունեն։ Դե բայց կծում է չէ կատաղությունից ու այդտեղ պետք է մարդը պատվաստումներ անի։ Կատաղությունով կենթանի մենք չունենք որոշ մարզերում Երևանում կատաղություն հիվանդությամբ տառապող դա վարքագծի հետ ագրեսիայի հետ որևիցե առնչություն չունի։ Լավ, հասկացա ինչ նկատի ունեք։ Երբ տեսնում ենք կենթանում բնականաբար այդ ադրենալին, այդ վախի զգացումը գերակշռող մասի մարդկանց մոտ է լինում, արդյոք մարդն է այնուամենայնիվ մեղավոր մարդկային գործոնը կարևոր է։ Հա, այդ անախորժ դեպքերի ոնց են անում որ կատաղացնեն։ Ես օրինակ բերեմ ձեզ։ Մարդկային գործոնն է, թե վերջո կենթանուց պետք է վախենալ։ Կենթանուց պետք է զգուշանալ։ Մենք չգիտենք կենթանին ինչ անցյալ ունի, մենք չգիտենք թե ինչը կարա իր մոտ սադրի ագրեսիա եւ կենթանու մոտ մեր շարժու ձևի մեջ, մեր արտաքինի մեջ անգամ ինչը կարող է բացասական, այսպես ասած, էմոցիաներ առաջացնել։ Եթե մենք նկատում ենք կենթայիների մեծ մասը, ովքեր վնասում են, հարձակվում են կամ կծում են, իրենք ոչ բոլոր մարդկանց են կծում։ Մենք հասկանում ենք, որ մի շարք կենթայիներ երեխաների նկատմամբ են ագրեսիա ցույց տալի, կարող են ենթադրել, որ երեխաների կողմից են վնասվել։ Բայց ես ձեզ կարևոր բան ասեմ, անգամ կենթանասերները ունենում են այդ ադրենալինի բարձրացումը։ Օրինակ մենք մեր հասարակական կազմակերպությունը
ամեն ամիս, եթե ոչ 3, ապա 2 անգամ շաբաթ-կիրակի օրերին մենք մեկնում ենք Մարս, մայրուղու վրա թողնված կենդանիներին կերակրելու, անտուն կենդանիներին կերակրելու համար։ Ես երեգիշերն եմ վերադարձել Սյունիքի մարզից, օրինակ եմ բերում։ Մենք նկատեցինք, որ մայրուղու վրա բացարձակ 4 բոլորը որևիցե մարդկային շունչ, շինություն չկար։ Մենք կանգնեցինք, որպեսզի կերակրենք 2 հսկայական գամփրներ էին։ Եվ անկախ նրանից, որ մենք կենթանասեր ենք եւ այսպես ասած լավ բանով ենք մոտենում կենթանու, որպեսզի կերակրենք, մենք զգուշանում ենք ամեն դեպքում։ Մենք կենթանու հետ ձեռքերի ժեստիկուլյացիայով, այսպես ասած, չենք շփվում եւ այլն։ Հիմնականում մենք կերը լցնում ենք, ջուրը դնում ենք եւ հեռվանում ենք որոշակի ուրեմն Տարածություն վրա, այո, որպեսզի մենք կենթան ցույց տանք, որ մենք ապահով ենք, վտանգ չենք ներկայացնում քեզ համար եւ լավ բան ենք անում։ Այսինքն մեր մոտ էլ ադրենալինը բարձամ, չէ՞ որ մենք հասկանում ենք, որ այո, իհարկե, մենք չգիտենք կենթանին մարդկանց նկատմամբ ինչ այսպես ասած զգացողություններ ունի, ինչպիսի վերաբերմունք ունի։ Առավել եւս, եթե մայրուղում է եւ մենակ, բնականաբար մարդու կողմից նեղացվում։ Այստեղ մի բան էլ ֆիքսենք, հետաքրքիր բան ասացիք, որ դուք չգիտեք մարդը նեղացրել է նրան թե ոչ եւ ինչ անցյալ է ունեցել կենթանին, այսինքն ինչ տրավմաներ։ Այստեղից կարող ենք չի անել հետեւություն, որ կենթանիները մեզ չեն վնասի, եթե իրենք տրավմաներ չունենան հենց մեր կողմից։ Այսինքն մենք պիտի գիտակցաբար մոտենանք եւ որևէ կենթանու չցավեցնենք։ Ես շատ հորդորում եմ անտարբեր վերաբերվել, բայց չնեղացնել։ Այդ եմ ասում, չնեղացնել, չցավեցնել կենթանիներին։ Սա կարևոր է եւ այս դեպքում մենք ունենանք այլ վարքագիծ փաստացի, որովհետեւ տրավմաներ չեն ունենա։ Հետաքրքիր մի դեպք պատմեմ, վերջերս մարզերից մեկում միջադեպ էր տեղ ունեցել, տանշունը, ով երկար տարիներ կապիտակ էր ապրել, արձակվել էր եւ կենթանու տիրապետողը տերը չէր կարողանում հետ կապել կենթանուն, կծում էր կենթանին, կծում էր իր երկար տարիների տիրոջը, տերը զանգեց ինձ, խնդրում եմ օգնեք, ասեցի կարող եք հանգիստ թողել կենթանուն։ Ինքը կգնա իր համար կնասի։ Ասեցի ինքը չի ուզում, ինքը ձեզ իր կծելով, իր ագրեսիայով ուզում է հասկացնի, որ ես չեմ ուզում դու ինձ կապես, խնդրում եմ հանգիստ թող։ Ասի մտեք տուն, թողեք, թող ինքը շրջի, վազվզի ձեր բակում, նա մանդ գյուղի տուն է, մեծ այգի ունեք։ Թողեք, դայց իմ ու թույլ տվեք, որ ինքը իր էներգիան առողջով ինձ աղսի։ Մեղ կա ի վերջը։ Դուք իրան 24 ժամ կապիտակ եք պահել ախր։ Լսեց, հաջորդ օրը զանգեց, ասում է, գիտեք, ինքը վազվզեց եւ եկավ նստեց իր բնի մոտ։ Թույլ տվեք, ասում եմ ձեր կենթայիներին, որպեսզի իրենք ձեզ հասկացնեն, ինչ կարիքներ ունեն, դուք էլ պարտավոր եք հասկանալ։ Այստեղ եւս շատ կարևոր հանգամանք է եւ ես նկատել եմ նաեւ, որ որոշ բակեր ունեն իրենց կենթանիներին։ Եվ օրինակ մենք էլ ունենք բակի շունիկ, մեծ շունիկ է, որին բոլորը շատ սիրում ենք եւ նա այսպես ասած մեր ամբողջ բակը տիրությունն է անում, նույնիսկ երեխաներին է օգնում։ Բայց փողոցի շունիկն է մեր, ուղղակի մեր, այսպես ասած, բակ նայողն է։ Բնակիչները կերակրում են։ Գիտեք ինձ ինչն է դուր գալի, որ Երևան քաղաքը պայմանականորեն բաժանվել է մասերի։ Գրեթե բոլոր անտուն կենթանիները, ովքեր ապրում են Երևան քաղաքում, ունեն խնամակալներ, կերակրողներ, պաշտպաններ։ Եվ մենք արդեն մեկս մյուսի շանը գիտենք, եթե հանգարցակի շունիկը ինչ որ տարվել է ինչ որ բանով եւ հայտնվել է մեկ այլ վարչական տարածքում, մենք անմիջապես ահազանգում ենք եւ խնամակալը գալի եւ վերադարձնում է իր տարածք։ Ինձ շատ դուր է գալի այս մշակույթը, որը ձևավորվել է կենթանիների։ Այսինքն կարելի ասել, որ բավական դրական տեղաշարժ կա նաեւ հասարակության անկալումներով եւ մոտեցումներում եւս։ Մենք Նաեւ նկատում ենք, որ երբ որևէ մեկը ագրեսիվ վարք է դրսևորում կենթանու հանդեպ եւ հանդգնում է այդ տեսանյութը տեղադրել համացանցում, մենք տեսնում ենք, թե ոնց են խարազանում մարդկանց եւ ասում չի կարելի է։ Հանրային շատ ուժեղ գործիք է։ Շատ եւ այստեղ կարող ենք չի ասել, որ ինչ որ չափ նաեւ փոխվել է։ Բայց ես ուզում եմ ասել, տեսեք, ճիշտ է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ դպրոցների եւ մանկապարտեզների հարակից տարածքներում չպետք է լինեն կենթանիներ, բայց կարծում եմ, որ այնուհանդերձ կենթանիների արկայությունը նաեւ երեխաների մոտ որոշակի դաստիարակչական, այսպես ասած, եւ մշակույթ է ձևավորում։ Ես ներկայումս աշխատում եմ ռուս-հայկական համալսարանում եւ մեր
համալսարանի տարածքում 6 անտուն կենդանիներ են ապրում, որոնց ես չեմ էլ հասցնում խնամել, Որովհետև երեխաներն են, ուսանողները, դա անում են հրաշալի է։ Սա ուսանողները։ բերում է նաև հոգատարության գեղեցիկ Այո, զգացում։ այո։ Իդեպ on-line հարթակում այսօր մեր ռադիոլսողները շատ ակտիվ են, փաստորեն ստացվում է, որ հանրայինի ռադիոլսողները շատ կենթանասեր են եւ դա ողջևորում է։ Լևեն Մինասյանն է գրում. «Բարի մառախլապատ առավոտ՝ ի տարբերություն մարդկանց, ես սիրում եմ կենթանիներին, սերը փոխադարձ է լինում, ես ունեմ եւ տեսակի երկու երևի նկատի ունեմ տեսակի կենթանի, միայն տեսնեք թե ինչպես են նրանք ինձ դիմավորում, երբ վերադառնում եմ։ Դե գիտեք, այստեղ մի կարևոր բան էլ կա, հաճախ շատերը ասում են, ովքեր կենթանի են պահել, ասում են մի պահի կենթանի, դու կապվում ես այդ կենթանու հետ, հետո նա շատ շուտ հեռանում է եւ դա շատ ծանր է ազդում մարդու հոգեվիճակի վրա։ Կենդանին մեր կյանքի մի մասնիկն է, բայց մենք իրենց համար ամբողջ կյանքն ենք։ Այո, եւ այստեղ շատ ես տեսել եմ շատ մարդկանց, որ կորցրել են իրենց կենթանիներին, թե որքան երկար ժամանակ է պետք եղել, որպեսզի խելքի գան, որովհետեւ լիիրավ տանը անդամ է դառնում կենթանին, եւ Այս կարեւոր։ առումով է դրական տենդենս ունենք։ Վերջին 2 տարիների ընթացքում բոլոր այն կենթանասեր կենթանապահները, ովքեր այո կորցրել են կենթանի եւ շատ ծանր են տարել, սկսել են կացարաններից փրկված կենթանիների ворթեգրել, դրանով իսկ մեղմելով սեփական ցավը, այո։ Գակ Ավակյանն ասում է, չեմ պատկերացնում ոնց կարելի է առանց կենթանու ապրել։ Իմ կյանքում երևի մոտ 2-3 ամիս եմ ապրել առանց շան, երբ որ մտածում էի մնամ Հայաստանում, թե տեղափոխվեմ արտերկիր, որոշմանս մեծ նույնիսկ կենթանիների նկատմամբ վերաբերմունքը դեր խաղաց։ Հիմա շատ բան է փոխվել Հայաստանում դեպի լավը, ինչի համար շատ ուրախ եմ։ Լևեն Մինասյան նաև շարունակում եմ ձեզ առաջարկեմ, ասում եմ առաջարկում եմ ստեղծել 2 տեսակի խնամքի կենտրոն տղա եւ աղջիկներին առանձին եւ ստեղծելու կարիք չի լինի։ Խոսքը անտուն կենթանիների մասին, որոնք ապրում են ազատության մեջ։ Այստեղ չես կարող աղջիկներին ու տղաներին առանձնացնել, ճիշտ եմ, չէ՞։ Այն եւ նաեւ անթույլատրելի է, եթե կենթանին հատուկ խնամքի կարիք չունի եւ ագրեսիվ չի, Իրեն պետք չի փակել տանել։ կացարաններում Մեղքենի վերջը չի կարելի։ Եվ բացի այդ մենք չենք մոռանում, որ անտուն կենթանիները նաեւ իրենց սանիտարական ֆունկցիան են իրականացնում։ Իհարկե, կարևոր։ Կարևոր ֆունկցիա։ Շնորհակալ ենք, հաջողություններ եք մաղթում ձեր աշխատանքում։ Հիշեցնեմ, մենք զրուցում էինք Ադել տնային կենթանիների պաշտպանության հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Մարթա Մելիքսեցյանի հետ։ Մնացեք մեզ հետ։ Կարճատև դաթար։ Սուրճ ու սեր առավոտից։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:39 րոպե հանրային ռադիոյի ուղիղ եթերում շարունակվում է Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ բարի լույս հարգելի ռադիո լսողներ, մաղթում հաճելի լավ տրամադրություն եւ վստահ ենք, որ հաճելի լավ տրամադրություն նաեւ փոխանցում են լավ երգերը, Այո, լավ երգերը եւ առասարակ ես ասում եմ, որ երաժշտությունը սինթեզող արվեստ է, որովհետեւ ցանկացած իրավիճակում ճիշտ երաժշտությունը դա փրկություն է կամ էմոցիաների տարապ։ Հաջորդ լուրը սիրված եւ հայտնի համաշխարհային հիթերից մեկի մասին է, խոսքը վերաբերում է հանրահայտ Cold Heart Elton John-ի երգին եւ 5 տարի անց կհիշեն նաև ռադիոլսողները, որ Elton John-ն ու Dua Lipa-ն երգչուհի ձայնագրեցին համատեղ այդ երգը 5 տարի անց Instagram-ում նրանք կիսվել են համատեղ լուսանկարներով եւ զգացողություններով 5 տարի անց երբ Cold Heart-ը մեզ միավորեց 5.3 միլիարդ լսում եւ 5 տարվա հրաշալի բարեկամություն շնորհակալություն բոլորիդ, որ շարունակում եք սիրել ու աջակցել այս երգին լուսանկարներին կից գրել է Elton John-ը հրապարակելով Dua Lipa-ի հետ լուսանկարներ Ուրա, ուրա, ուրա։ Չլսենք այդ երգը։ Լսենք, ես դեմ չեմ։ Ռադիոլսողները կվերհիշեն համաշխարհային այս հիթը, որն արդեն 5 տարվա պատմություն ունի։ It's a human sign when things go wrong, when the scent of her lingers and temptation strong, cold, cold heart done by you. Something's looking better, baby. Just pass it through. And I think it's gonna be a long, long time till touchdown brings me round again to find I'm not the man they think I am at home. Oh no, no, no. And this is what I should have said. Well, I thought it, but I kept it hid. Cold, cold heart done by you. Something's looking better, baby. Just pass it through. And I think it's gonna be a long, long time till touchdown brings me round again to find I'm not the man they think I am at home. Oh no, no, no. And this is what I should have said. Well, I thought it, but I kept it hid. Cold, cold heart done by you. Something's looking better, baby. Just pass it through. And I think it's gonna be a long, long time till touchdown brings me round again to find I'm not the man they think I am at home. Oh no, no, no. And this is what I should have said. Touchdown brings me round again. Well, I thought it, but I kept it hid. No, no, no. Սուրճ ու սեր առավոտից։
Մենք իհարկե շարունակում ենք միասին անցկացնել ամառային աշխատանքային առավոտ օգոստոսի 17-ն է օրը երկուշաբթի։ Այո, սիրելի ռադիոլսողներ, շարունակենք մեր եթերը, մեկ հաղթական լուր այս պահին ներկայացնենք, այնուհետև կշարունակենք, իդեպ ունենք մեկնաբանություններ, դրանք կկարդանք հաջորդիվ։ Այո, սիրով ներկայացնեմ մարզաշխարհից այս հաղթական լուրը, շաբաթ օրը Ռիգայում կայացած 2026 թվականի աշխարհի առաջնությանը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Workout մարզաձևի աշխարհի բացարձակ չեմպիոն է դարձել Հայաստանից 17-ամյա մարզիկ Էդգար Պապոյանը։ Մենք շնորհավորում ենք եւ աշխարհի առաջնությանը մասնակցում էին 50 երկրից ավելի քան 170 ատլետ եւ խնդրեմ առաջին անգամ պատմության մեջ մեր մարզիկը Էդգար Պապոյանը Workout մարզաձևի աշխարհի բացարձակ չեմպիոն է։ Շնորհակալություն հայտնենք ծափահարություններ միանշանակ, շնորհակալություն հաղթանակի համար, վստահ ենք, որ նույն եռանդով ու մարտական տրամադրվածությամբ կշարունակի մեր մարզիկը եւ էլի բազմաթիվ հաջողություններ կբերի ու հաղթանակներ։ Եվ մենք էլ հպարտանալու առիթ կունենանք, չէ՞։ Ինչ մեկնաբանություններ ունենք, ինչ են շարունակում գրել ռադիոլսողները։ Այսօր շատ ակտիվ է Գա Գավաքյանը, հետաքրքիր մի մեկնաբանությունն է արել, ասում է 2 շաբաթ առաջ կինս Երևանում էր, ասել էի, որ մեկ-մեկ նկարներ ուղարկի Երևանից, մոտ 20 տարի չեմ եղել, մենակ շների նկարներ էր ուղարկում ու ասաց, որ նկատելի փոխվել է Երևանը այդ իմաստով, իսկ մեր ռադիոլսողի Գագի կինը գերմանուհի է ու Երևանում մոտ 2 տարի ապրել է 20 տարի առաջ։ Այդ ժամանակ ամեն օր այդ թեմայով կռիվ կար մեր տանը, ասում եմ, իդեպ Գագա ապրում եմ Գերմանիայում եւ նշում է ցավոք ապրում է Գերմանիայում, բայց կարող եք ամեն ինչ անել, որ վերադառնաք հայրենիք։ Եվ որքան հասկանում եմ, հենց Գերմանուհին երբ այստեղ է եղել 2 տարով, հենց սերը այդտեղից էլ ծնվել է ու նրանք հայտնվել են Գերմանիայում։ Ինչևէ, շատ կուզեինք, որ մեր հայրենակիցները, որ երկարատև այստեղ չեն լինում, գոնե ունենան հնարավորություն եւ կարողանան գալ եւ տեսնել, թե որքան է փոխվել Հայաստանը առհասարակ դեպի լավը, որքան է գեղեցկացել, ջերմացել, ավելի հյուրընկալ դարձել, կամ էլ դուք վախենում եք գաք, որովհետև գիտեք, որ ձեր սիրտը կկպնի, որ չեք կարողանա այստեղից հեռանալ։ Ես այսպեսի մարդիկ գիտեմ, իդեպ խուսափում են գալ, որովհետև գիտեն, որ էլ չեն գնա։ Ողջունենք եւս մեկ անգամ բոլոր կենթանասերներին, հիշեցնենք, որ այսօր օգոստոսի 17-ին աշխարհանշում է անտուն կենթանիների պաշտպանության միջազգային օրը։ Այո, եկեք պաշտպանենք կենթանիներին, հարգելի ռադիոլսողներ։
more fear, no more pain. The music washed it all away. Now I'm rising, I am free. The rhythms become my sanctuary. There's a light in my soul, pure and true. Everything I need comes shining through. There's a light, can you feel it too? Love has moved in me and you. There's a light in my soul, burning strong, guiding me right where I belong. Every moment, every breath I take, that light is love. It never fades. Oh, it never fades. Oh, it never fades. Ռիթմեր, առավոտյան ռիթմեր, նրանց համար Արթնացնող ովքեր ռիթմեր, ես ունեն կասեի։ կարիքը արթնանալու, մենք նպաստում ենք բնականաբար։ Այո, մենք էլ արթ ունենք։ Մեր քունը չի տանում։ Եվ այսպես Սարգեն։ Եվ շարունակում ենք մեր եթերը հարգելի ռադիո լսողներ եւ ես շատ ուրախ եմ որ այսօր առանձնահատուկ ուշադրության ենք արժանացրել կենթանական աշխարհի մեր բարեկամներին բնականաբար խոսում ենք նրանց մասին եւ սա շատ կարեւոր է որպեսզի նաեւ իրազեկված լինենք թե մեզ ինչպես պիտի պահենք առհասարակ երբ հանդիպում ենք փողոցում օրինակ անտուն կենթանիների իդեպ նրանց թերագնահատել չի կարելի որովհետեւ նրանք անցնում են կյանքի լուրջ դպրոց դա ֆիքսենք հարգելի ռադիո լսողներ որ կյանքի լուրջ դպրոց է որովհետեւ նրանք բազմաթիվ մարտահրավերներ ունեն իրենց առաջ եւ իդեպ օժտված են զարմանալի խելքով, տաղանդով, հարմար ողականությամբ եւ մի քանի հետաքրքիր փաստեր են առանձնացրել։ Ինչ որտեղ նաեւ զարմանալի փաստեր, օրինակ մետրո Մոսկվայի թափառող շները սովոր են օգտվել մետրոից։ Պատկերացրու նրանք ճանաչում են կայարանները, հայտարարությունների ձայնը եւ գնում են քաղաքի կենտրոն ուտելիք գտնելու հենց մետրոյով։ Այո, շատ ճիշտ են անում, խուսափում են խցանումներից։ Իդեպ հետաքրքիր մի քանի փաստել, ասենք, որ հոլիվուդյան աստղեր, օրինակ շատ հայտնի կենթանի դերասաններ նախկինում անտուն են եղել, օրինակ Բենջի ֆիլմի շնիկին գտել էին կենթանիների կացարանից, եւս մեկ կարևոր տեղեկություն այս թեմայով։ Լայկան առաջին շունը, որը թրավ դիեզերք, սովորական թափառող շուն էր Մոսկվայի փողոցներից գիտնականներն ընտրել էին նրան, քանի որ նա արդեն սովոր էր ցրտին ու քաղցին, այսինքն նրանք կոպված էին, էլի։ Իսկ կենսաբանները նշում են, որ փրկված կենթանիներն ավելի ամուր կապ են հաստատում տիրոջ հետ, նրանք անկեղծ երախտագիտություն են ցուցաբերում։ Նաև անդրադառնանք փողոցային կատուներին, գիտեք, որ կատուները յուրատեսակ վարքագիծ ունեն առհասարակ, ասում են, որ նրանք ունեն յուրահատուկ մլավոց, հենց այդպես էլ կա, դուք հաճախ լսել եք այդ մլավոց, ասում են նրանք փոխում են ձայնի հաճախականությունը, որպեսզի այն նմանվի երեխայի լացի եւ այդպես մարդիկ հաստատ ավելի ուշադրություն են դարձնում։ Հետաքրքիր է, որ նրանք ունեն խելք եւ հմտություն եւ կարծես թե դպրոցը կյանքի լուրջ որ անցնում են, դրա շնորհիվ կարողանում են այլ հմտություններ ձեռք բերել, օրինակ ինչը չունեն տանը պահվող կենթանիները։ Հավանաբար նկատած կլինեք, ինչպես են կենթանիները նաև փողոց անցնում։ Ես նկատել եմ խոշոր քաղաքների լույսի տակ։ շները սովորում են անցնել այո փողոցը միայն կանաչ լույսի տակ, նրանք հետևում են մարդկանց հոսքին։ Այո, թե ասում են, չէ, որ կենթանիները դալտոնում չեն տեսնում գույները, առհասարակ չեն տարբերում։ Մարդկանց հոսքով են առաջնորդվում այստեղ։ Նաև խուլիգան ընտանի կենթանիներ, անտուն կենթանիներ էլ կան, օրինակ շները, հաճախ դերաբաշխում են կատարում, մեկը շեղում է վաճառողին, մյուսը արագ փախցնում է ուտելիքը, եւ այդպես սոված չեն մնում, բայց այստեղ մի բոլ կարող է ծիծաղել հմտությունների վրա, այլ ոչ թե զայրանալ ըստ էության, չէ։ Ասում են փողոցի կատուները տարբերում են իրենց կերակրող մարդու քայլերի ձայնը հարյուրավոր այլ
մարդկանց քայլերից, ինչ Ճիշտ է։ հետաքրքիր է։ Հետաքրքիր է, որ նկատել եք շատերը, հատկապես նկատել են այն մարդիկ, ովքեր մեքենաներ ունեն, վարորդ են, տեսել եք, որ կատուները ձմռանը թաքնվում են մեքենաների Կայքուսի բան։ անիվների վրա կամ շարժիչի մոտ, նրանք հիանալի գիտեն, թե որտեղ է տակ, եւ հատկապես եթե նոր է մեքենան կայանում, նրանք միանգամից վազում են ու նստում են այդ տակ տեղը, բայց պետք է շատ զգույշ լինեք Ես հարգելի շատ ուշադիր եմ վարորդներ։ ձմռանը։ Միշտ պետք է նայեք, որպեսզի հանկարծ կենթանի չլինի մեքենայի այդ հատվածում եւ դուք ասենք սկսեք վարել մեքենան, մեղք է էլի վերջո։ Եվս մեկ անգամ ողջունենք բոլոր կենտրոնասերներին եւ այս դրական նոտավել Հրաժեշտ հրաժեշտ ենք տալիս լսարանին։ կարծես թե այո ժամանակը սպառված է։ Սիրով աշխատեցինք ձեզ համար, հաճույքով, հարգելի ռադիոլսողներ եւ շնորհակալ ենք ձեզ այսքան ակտիվ մասնակցության համար։ Եկեք Հայաստան, հարգելի հայրենակիցներ, եթե դրսում եք եւ վառեք կարոտը ձեր հայրենիքից։ Ձեզ հետ է Լուսինե Մուրադյանը։ Եվ Տիգրան Հարությունյանը մնացեք հանրայինի հետ։ Կհանդիպենք վաղը ուղիղ 9:30-ին։ And did I mention you always bring me back with your pure intention, baby? Come and get with me. There's something that I gotta do, baby. When you're here with me, there's nothing that we can't do. It's more than a love, yeah. Knowing that I can feel trust when I feel let down, yeah. You tell me I should take it slow whenever I doubt you. I have a premonition, and I can see it clearly where I should be. You set me free with your love sensation, love sensation, love sensation, love sensation, baby. Come and get with me, come and get with me. There's something that I gotta do, there's something that I gotta do, baby. When you're here with me, there's nothing that we can't do, there's nothing that we can't do. Love's the reason why. It's a drug that I can't stop taking. Baby, let's get high, tripping up to the sky. On your love sensation, good vibration, love sensation.